Շաբաթվա գլխավոր լուրերն Armenia Today-ից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ առաջիկայում արտահանում կլինի նաև Հայաստանից Ադրբեջան։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, ժամանակն է, որ հայ-ադրբեջանական ցամաքային սահմանը բացվի։ Գործադիրը հավանություն է տվել շողակաթ հեռուստաընկերությունը լուծարելու նախագծին։ Սամվել Կարապետյանի փաստաբանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Վերաքննիչ դատարանի որոշման դեմ։ Արցախցի Կարեն Ավանեսյանը Բաքվում 16 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը Բաքվում հերքել է ապրիլյան պատերազմի մասին մեղադրանքները։ Տեղի է ունեցել մեր ձևով շարժման տարեկան ամփոփիչ հաշվետու ժողովը։ Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ շարժումը վարչապետի իր թեկնածուին կհայտարարի քաղաքական ուժի ստեղծման օրը 2026 թվականի սկզբին։ Ազգային ժողովի ընտրությունները կկայանան հավանաբար հունիսի 7-ին։ Ձերբակալվել է պետական եկամուտների նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանը։ Հալեպում կրկին բախումներ են տեղի ունեցել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ի հետ քննարկվող խաղաղության ծրագրի 20 կետ է հրապարակել։